Գավառ քաղաքում գրական տոն է։ Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությամբ կայանում է ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի հանդիպումը ընթերցողների և հատկապես նրա գրականության երկրպագուների հետ։ Լսարանը բազմամարդ է։ Ամենատարբեր ոլորտների մասնագետներին միավորել է Աշոտ Աղաբաբյանի գրականության նկատմամբ սերը։ Ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու իրենց սիրելի հեղինակի ընտանիքի անդամներին ևս, մայրիկին Լաուրա Աղաբաբյանին, եղբայրներին ժամանակակից հայտնի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին։ Նրան ուղեկցում են նաև համայնքային և մարզային գրադարանների մշտական բարեկամներ Լևոն Բլբուլյանն ու Տիգրան Նիկողոսյանը։ Իդեպ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպումը կյանքի է կոչվում Տիգրան Նիկողոսյանի գործուն աջակցությամբ որպես գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավարի։ Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությունները ոչ միայն գրական բարձր արժեք ունեն, այլև մեզ փոխանցում են խորքային գաղափարներ, հայրենիքի, մարդու ներքին ուժի, ճշմարտության որոնման և ազգային ինքնության պահպանման մասին։ Նրա իրական հերոսները մեզ սովորեցնում են ուժ գտնել դժվարին պահերին, հաղթահարել կասկածները և հավատալ գաղափարների ու արժեքների զորությանը։ Բանախոսություններն ընթերցողին ներկայացնում են Աշոտ Աղաբաբյան մարդուն և գրողին, նրա գրականության առանձնահատկությունն ու բերած թարմությունը։ Երկար տարիներ լրագրությամբ, ապա խմբագրական աշխատանքով զբաղված Աշոտ Աղաբաբյանի մուտքը գրական աշխարհ զարմացրել էր անգամ ամենամտերիմներին։ Մեր ժամանակակից գրականության մեջ վավերագրական արձակը իհարկե նոր չէ։ Հիշենք թեկուզ Սերո Խանզադյանի Քաջարանը կամ Ուշեր Դարշյանի Բովտոնը նվիրված աշխատանքի մարդկանց բնավ ոչ հեշտ առօրյային, բայց բոլորովին այլ է վավերագրական արձակի այն ուղղությունը, որ հրաշալիորեն հարթում է մեր եկելը, փաստ վավերագրական արձակը համեմելով գեղարվեստով, հրապարակագրությամբ, արկած ու դետեկտիվ հիշեցնող տարրերով, ինչի արդյունքում մենք ունենք բոլորովին նոր որակի գեղարվեստափաստավավերագրական արձակ։ Աղաբաբյանի գրքերը բնավ կոչված չեն մեկի հետաքրքրասիրությունը բավարարել կամ պարապալեցնել։ Այդ գրքերը մեզանից յուրաքանչյուրին օգնում են անցնել ժամանակների միջով և ճանաչել տվյալ ժամանակաշրջանն ու մարդկանց։ Հիմա վստահ կարելի է ասել, որ այդ տարիների ընթացքում նրա մեջ ներկա է եղել, աճել, հասունացել և իր ժամին է սպասել օժտված գրողը, որովհետև հենց առաջին վեպը, Ռեզիդենտը, որով նա 2004-ին իր գրական հայտը ներկայացրեց մեր արձակում, բնավ սկսնակի գործ չէր, այլ հասուն աշխատանք, թե ասելիքի կառուցվածքի առումով, թե լեզվի, գեղարվեստական կատարման ու լուծումների տեսակետից։ Վերջին 6 տարիների ընթացքում Աշոտ Աղաբաբյանը 8 նոր վեպ դրեց ընթերցողի սեղանին և բոլորը ստվարածավալ։ Աշոտ Աղաբաբյանը իր վեպերով ու հոդվածներով մեզ տանում է գաղտնիքների, պայքարի և ճշմարտության որոնման աշխարհ։ Նրա հերոսները մեզ սովորեցնում են քաջություն, հավատարմություն, ներքին ուժի կարևորություն։ Նրա գրվածքներում հայրենիքի գաղափարը հնչում է ոչ միայն որպես բառ, այլ որպես ապրում, իսկ մարդու ներքին աշխարհը որպես հավերժ պայքար լույսի ու ստվերի միջև։ Գրողի կյանքի ու գործունեության մասին մանրամասն պատմում է նրան նվիրված ֆիլմը, որն այս հանդիպման անակնկալներից մեկն է։ Լուսանկարներն ու հարազատների պատմությունները ջերմ հիշողություններ են արթնացնում և հուզում գրողին։ Ողջույնի իր խոսքում գրողը հակիրճ է լինում, սակայն մանրամասն ու սպառիչ պատասխանում է իր գրականության երկրպագուների հարցերին։ Ես բարեբախտություն եմ այն առումով, որ իմ ընթերցողները սիրեցին իմ հերոսներին, իմ բոլոր հերոսներին, ու դա ավելի հերթապատ խոստաց է պարտավորեցնում, որ մենք խոսում էինք, դուք առաջարկեցիք Քավառեցու մասին գրել, այնքան են ինձ մոտենում, տարբեր թեմաները առաջարկելով,
մի կապ չի եկել, որ ես այդքանը գրեմ, ու բարեբախտությունն է, որ սիրեցին իմ գրքերը, ու ամեն նորը գրելիս միշտ բայց մտածել եմ, որ սա մոտոր առաջին ինչպես կընդունի ընթերցող։ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպմանը սկզբից մինչև վերջ առանձնահատուկ տնական տրամադրություն են հաղորդում Գավառի ուսուցողական և մանկապատանեկան կենտրոնների, Գանձակի մշակույթի տան, Գավառի գեղարվեստի դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի նվագախմբի Աննա Սիրականյանի և Աիդա Աղոյանի ղեկավարած Golden Dust սպարային համույթի ելույթները։ Հանդիպմանը ներկա են Գավառ համայնքի կրթական ու մշակութային գրեթե բոլոր հաստատություններից ներկայացուցիչներ։ Մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլորին, օրն իրենց հետ կիսելու, ջերմ միջավայր ստեղծելու և հետաքրքրված լինելու համար, վստահեցնելով, որ Գեղարքունիքի մարզային գրադարանն ու Գավառի համայնքային գրադարանը շարունակելու են մնալ գրողին, ընթերցողին ու գիրքը միմյանց կապող հուսալի կամուրջ։